Շոքեմեքենան խոցավոր ջերմային շարժիչ է, որը նախատեսված է ջրային գոլորշու ջերմային պոտենցիալ ճնշման էներգիան մխոցի շարժման մեխանիկական էներգիային փոխակերպելու համար։ Այս ուղղությամբ առաջին փորձերը կատարել են անգլիացի մեխանիկ Թոմաս Սևերինը և անգլիացի գյուտարար Թոմաս Նյուքոմենը։ Իվան Պոլզունովը ստեղծել է առաջին շոգեօթափչման մեքենան, սակայն ժամանակակից շոգեմեքենայի նախատիպը Ջեյմս Ուատտի ունիվերսալ մեքենան էր, որը օգտակար գործողությունների գործակիցն անհամեմատ բարձր էր նախորդներից։ Շոգեմեքենայի աշխատանքային պրոցեսը հիմնված է նրա գլանի խոռոչներում գոլորշու առաձգականության պարբերական փոփոխման վրա, որի ծավալը մխոցի ետադարձ համընթաց շարժման ընթացքում փոփոխվում է։ Գոլորշին մտնելով շոգեմեքենայի գլան, ընդարձակվում է և տեղափոխվում մխոցը։ Շուրթվիկային մեխանիզմի օգնությամբ մխոցի ետադարձ համընթաց շարժումը փոխակերպվում է լիսերի պտտական շարժման։ Շոկու ներթողումն ու արտաթողումն իրականացվում է շոգեբաշխման համակարգով։ Շոգեմեքենայի գլանը շրջապատվում է շոգեթաղանթով։ Մինչև 15-րդ դարի վերջը շոգեմեքենան միակ ջերմային շարժիչն էր։ Այնուամենայնիվ, շոգեմեքենան ունի որոշ թերություններ, ինչպիսիք են ցածր օգտակար գործողության գործակիցը, փոքր հզորությունը և մեծ չափերը։ 20-րդ դարի սկզբին այն աստիճանաբար իր դիրքերը զիջեց այլ ջերմային շարժիչներին, ինչպիսիք են շոգետուրբինը, ներքին այրման շարժիչը և գազային տուրբինը։